Գոհացած լինես ամեն ժամանակ, տերերի տեր, արքաների արքա, ալֆա և օմեգա, հալելույա։
պատիվ քեզ, դու ես մեր կյանքը, դու ես մեր շունչը, դու ես մեր ամենը, մեր Աստված, մեծարում ենք քեզ, օրհնում ենք քեզ մեր Տեր, շնորհակալ ենք Հիսուս ամեն բանի համար, խոնարհվում ենք քո առջևին Տեր, բացում ենք մեր սրտերը նորից եւ նորից քո առջև, սիրում ենք քեզ Տեր, սիրում ենք քեզ Հիսուս, հալելույա, ամեն ժամանակը մեծարենք քեզ Տեր, կպատմեմ քո մասին իմ Աստված, ամեն իրավիճակի մեջ ողջ փառքը եւ պատիվը կտամ միայն քեզ, հալելույա, ամեն
Փառավորված Տերերի Տեր, արքաների արքա, Դու ես սկիզբը և Դու ես վերջը, Դու ես ալֆա և Դու ես օմեգա, մեծարված ես իմ Տեր, սիրում ենք քեզ և Տեր գալիս է, քո շնորհի գահի առջև Տեսնում եմ քո երեսը, լույսը քո փառքի, քո գահից լսվում են ձայները երկնային։ Տեսնում եմ քո երեսը, լույսը քո փառքի, քո գահից լսվում են ձայները երկնային։ Քո ներկայության մեջ ով իմ Տեր, խոնարհվել են երեցները սուրբ, և երկրպագում են քեզ իմ Տեր, հրեշտակներ Մենք ես պարգ ենք տալիս
Գոհանում ենք քեզանից այս հրաշալի օրվա համար Տեր, որ մենք այստեղ հավաքվել ենք իրար հետ, որ մենք ոտք ունենք քայլելու գալ այստեղ Տեր իմ Աստված, ձեռք ունենք բարձրացնելու եւ փառաբանելու քեզ Տեր, սիրտ ունենք Տեր իմ Աստված այսօր երգելու եւ միտք ունենք քեզ ճանաչելու Տեր, շնորհակալություն ամեն ինչի համար Տեր, որ դու տալիս ես, շնորհակալություն քո խոսքի համար, փառք ես Տեր իմ Աստված այս եկեղեցու համար, այս տարածքի համար, այս քաղաքի համար, խնդրում ենք քո օրհնությունը Տեր իմ Աստված, որպեսզի այստեղ քեզ ճանաչողները ճանաչեն Տեր, քեզ իմացողները լցվեն իմաստությունով եւ հայտնությունով Տեր, բացում ենք այսօր դռները Տեր երկնքի, բարձրացնում ենք բոլոր մարդկանց այսօր եւ քո առաջ, քո գայի առջեւ դնում ենք որպեսզի դու օրհնես նրանց Տեր իմ Հիսուս, սիրում ենք քեզ, փառք ես Տեր, փառք ես Տերերի Տեր, արքաների արքա, ողջ փառքը քոնն է Տեր, հալելույա, ամեն, փառք ես Հիսուս, փառք ես Տեր, փառք Տիրոջը սիրելիներս, փառք Հիսուսին, Մինչ իրականում կնստեք ես մի հարց տամ այստեղ, որ ովքեր են առաջին անգամ ընդհանրապես եկել այստեղ, որոնց հրավիրել են, մենք ուզում ենք ողջունենք, խնդրում ձեր ձեռքերը եթե տեսնենք, Տերը շատ օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Գիտեք, ոչ մի բան իզուր չի լինում։ Ես իմ սրտում մի բան ունեմ, որ հիմա պետք է անեմ, գիտեք, սենց ասեմ, կյանքը Այս կյանքով չի վերջանում։ Շատ եք լսել դու այսպիսի հասկացություն կյանք մայից հետո, բայց մենք չենք ապրում կյանք մայից հետո, մենք ապրում ենք կյանք կյանքից հետո։ Գիտեք, մենք կյանքից տեղափոխվում ենք մյուս կյանք։ Հիսուսն է լույսը։ Եվ այսօր, ովքեր առաջին անգամ են, գիտեք, մենք շատ ենք ուզում ձեզ համար աղոթենք, եթե դուք ուզում եք Հիսուս այսօր դառնա ձեր Տերը ու Փրկիչը, իրականում մի ձեռք, որ ձեզ կօգնի ու կբարձրացնի, ես կխնդրեմ, գաք առաջ, որպեսզի ձեզ համար աղոթենք, առանց իրականում դրա մենք ծառայությունը չենք սկսի, ձեզ կսպասենք, եկեք ողջունենք նրանց։ Եղբայր ջան, Տերը օրհնի ձեզ, առաջինը եկավ։ Այստեղից կարող եք անցնել, գաք։ Խնդրեմ, եթե կարելի է կամերան կարելի է մի քիչ քաշեք ու Այդ կողմից կարող եք գաք, այս կողմից էլ կարող եք գաք ինձ թվում է։ Փառք Հիսուսին։ Այստեղ կանգնեք, որպեսզի մենք աղոթենք ձեզ համար։ Եկեք առաջ այստեղ։ Փառք Աստծո ձեզ համար, եղեք ջան, առաջ եկեք մի քիչ։ Փառք Հիսուսին ձեզ համար։ Մենք չել առաջ եկեք, որպեսզի ես սպասում ենք դեր գալիս են մարդիկ այստեղ։ Փառք Հիսուսին սիրելիներս։ Աստծո խոսքը ասում է, կանգնած թակում եմ ձեր սրտի դուռը բացեք եւ ես կմտնեմ եւ հավիտյան կապրեմ այնտեղ։ Գիտեք, մեզ միշտ պետք է մի ձեռք, որը մեզ կօգնի, ինչ որ մեկի ներկայությունը։ Ես իմ կյանքը մեկ օր տվեցի Տիրոջը ու չեմ փոշմանել դրանում։ Գիտեք, ես միշտ այս օրինակը բերում եմ, որ Աստծո խոսքից իհարկե, ասում է եկեք ինձ հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ես հանգստություն կտամ։ Գիտեք, երբ որ հոգնած ենք, քնենք, արթնանանք, կհանգստանանք, բայց այդ ներսի հոգնածությունը ով կարող է վերցնի։ Ներսի արցունքները ով կարող է սրբի։ Դրսի արցունքները կսրբի քո ձեռքը, քո թաշկինակը, բայց ներսի արցունքները ով կսրբի։ Ներսի կոտրված մարդուն ով կբուժի։ Դրսի կոտրված մարդուն կբուժի ամեն բժիշկ, իսկ ով կբուժի ներսի կոտրված մարդը։ Եվ Աստված իզուր չասեց ես ձեր սրտերի Աստվածն եմ, կգամ եւ կբնակվեմ ձեզ հետ եւ ձեզ հետ կլինեմ։ Գիտեք, եթե այսօր մենք հրավիրենք Տիրոջը մեր սրտի մեջ, դուք կտեսնեք ձեր կյանքում մի չերևացող ձեռք իրականում կսկսի օգնել ձեզ։ Գիտեք, մեկ շատ աղել մեր կյանքում, որ տեսնում ենք երկու ձեռքը քիչ է։ Եվ մի ձեռքի կարիք նույնպես ունենք։ Դա Տիրոջ ձեռքն է, որի կարիքը մենք ունենք։ Ես հիմա կառաջնորդեմ ձեզ սիրելիներս, այս աղոթքը, որպեսզի դուք կանեք ինձ հետ։ Խոսքը ասում է, եթե սրտովդ հավատաս, միայն մի բան գիտեք փրկություն ստանալու համար, երևակայի ուրիշները փրկության համար ինչ պայմաններ դնեին, որ ինչերով պիտի անցնես, որ փրկվես, Հիսուս այնքան հեշտ ասեց, միայն սրտովդ հավատա ու շուրթերովդ ասա։ Գողգոթա խաչի վրա, Գողգոթա սարի վրա խաչված էր Հիսուսը եւ ավազակը ասեց. Մարդա, սպան ավազակ, ինչ անեմ, ասեց. Հիշիր ինձ, ասեց այսօր ինձ հետ երկնքում կլնես։ Գիտեք, բոլոր չասվածները դժվարացնում են։ Չոք չգիտեմ ուր պետք է ասես, որ փրկվես, Հիսուսը հեշտացրեց, ասեց. միայն հավատա եւ ասա, եւ ես կփրկեմ քեզ։ Այսօր պետք չի շատ ծանրաբեռնվել, շատ պայքարել, միայն հավատա եւ ասա, ու Տերը կլինի ձեր Տերն ու Փրկիչը։ Սիրելիներս, պարզապես փակեք ձեր աչքերը եւ կրկնեք ինձ հետ այս աղոթքը, ասեք. Սիրելի Հայր, ես գալիս եմ քեզ մոտ Հիսուս Քրիստոսի անունով
Խնդրում եմ քեզ, եղիր իմ Տերը եւ իմ Փրկիչը։ Ներիր ինձ բոլոր իմ մեղքերս։ Այսօր ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Առաջնորդիր ինձ, բարձրացրու ինձ, լցրու ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօր Տեր, երկրի եւ երկնքի առջև ասում եմ Հիսուս, դու ես իմ Տերը եւ իմ կյանքը քեզ եմ անցնում, Տեր։ Փառք քեզ, Տեր, պահպանիր ինձ եւ պաշտպանիր ինձ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Սիրելի եկեղեցի, կխնդրեմ պարզեք ձեր կերպարներդ այս մեր հրաշալի քույր եղբայրների համար մենք աղոթք կանենք։ Մենք դուք պարզապես կանգնեք, մենք ձեզ համար աղոթք կանենք։ Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ այստեղ յուրաքանչյուր մարդու համար, որ դուրս են եկել Տեր առաջ։ Աղաչում եմ, որպեսզի քո պահպանությունն ու պաշտպանությունը նրանց շուրջը լինի, նրանց վրա լինի։ Ամեն տեսակի անեծքներ, թուղթուկիր, ամեն տեսակի վատ բաներ, որ արված է եղել նրանց վրա, թող այսօրվանից քանդված լինի դա, վերացած լինի։ Ամեն ժառանգական դևեր, ժառանգական հիվանդություններ, թող գնա նրանց կյանքից եւ այսօրվանից նորոգվի նրանց կյանքը, Տեր իմ Աստված։ Բարձրացնում ենք այս մարդկանց քո առջև, Տեր։ Հիսուս, օրհնիր նրանց այսօրվանից զգան քո ձեռքը եւ քո հրաշքները տեսնեն, Տեր իմ Աստված։ Հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով խնդրեցինք, Տեր։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Փառք Աստծո, սիրելիներս։ Այստեղ հրաշալի եկեղեցի կա, Պավելը, այստեղի հովիվն է, կինը երգում է, Կարնեն, իհարկե ընտանիքով ծառայում են հրաշալի անձնավորություններ, հաճախեք եկեղեցի եւ մի հրաշալի նվեր, որ մենք ուզում ենք ձեզ տանք, կարելի է անցնեք, դա ավետարաններ են։ Գիտեք, ավետարանը դա նամակա Տիրոջից։ Այսօր որ տուն գնաք, պարզապես ժամանակ վերցեք, կարդացեք, ինչ Աստված գրում ձեզ եւ կտեսնեք իրականում ձեր կյանքը կփոխվի լիովին։ Տերը սիրում է ձեզ։ Հալելույա։ Գիտեք, սենց ասեմ, Աստված ես շատ է սիրում, մենք նույնպես։ Միշտ եկեք այստեղ, լցվեք Աստծո խոսքով, Տերը շատ օրհնի ձեզ։ Հիմա կարող եք անցնել ձեր տեղերը Տիրոջ օրհնության մեջ եւ մենք շարունակենք մեր ծառայությունը։ Ես հավատացած եմ ձեզ այսօր մինչեւ վերջ համբերի բոլորիդ համար աղոթք ենք անելու այսօր։ Տերը շատ օրհնի ձեզ։ Վերջում դուրս կգաք աղոթենք ձեզ համար, եթե անձնական աղոթքի կարիք ունեք նույնպես։ Սենես կարող եք ողջունել քո կողքինին, եթե չես նկատել իրան եւ նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, սիրելիներս, այս հրաշալի օրվա համար։ Նախ եւ առաջ կուզենամ շատ մեծ բարև տամ իմ կնոջ կողմից, այսօր առավոտյան խոսում են նրա հետ եւ նա հիմա Գյումրի, նրանք հիմա կանանցով Գյումրիում աղոթքի են գնացել, այնտեղ են ծառայում, ես այստեղ եմ, ասեց շատ կուզեի ձեզ հետ լինել, անգամ նեղացած ու ինչի ինձ էլ չասեցիր, որ շուտ կամ քեզ հետ։ Մեկ գիտեք, մենք իրականում չենք իմանում ես որտեղ եմ, ինքը որտեղ է։ Ամենազարմանալին մեկ անգամ ինձ մոտ եղավ, որ արբանյակային հեռուստացույցը միացրած էր եւ ես այդտեղից իմացա, որ 3 օրից հետո Կազախստանում ծառայություն ունեմ, այսինքն հիշեցի, մոռացել էի եւ գիտեք իրականում մեկ մոռանում ենք որտեղ ենք ծառայում եւ այնպես ստացվեց, որ նա այնտեղ է, ես այստեղ ասեցի ոչինչ, երկուսով զատի ծառայություն ենք անում եւ նա շատ բարևեց ձեզ, շատ բարևներ ուղարկում, ես այսօր եկել եմ մեր վահեի հետ եւ այսօր վահեի 45-ամյակն է, իր ծնունդը այս կանգնի ողջունենք ձեզ։ 45-ամյակն է եւ ուրախ ենք վայ ջան, որ քո ծնունդին երևակայի քիչ մարդ կա, որ իր 45-ամյակում եկեղեցում է հայտնվում եւ քո մոտ ամեն ինչ շատ ճիշտ եւ լավ է ստացվում։ Ճիշտ ասած անակնկալ էր ինձ համար այսօր որ մտա այստեղ, ես մտածեցի որ հիմա այս դռնից ես առաջին անգամ եմ այս հրաշալի սրահում, բայց մտածեցի հիմա դռնից ներս կմտնեմ, ինչ որ տեղով կանցնեմ, կգամ դալիճ, sense կանգնեմ, բայց գիտեք այս մտա ծափահարություններով ամեն ինչով ես ինքս ինձ կորցրեցի անգամ, բայց հետո գտա։ Հետո գտա փառաբանությունը հրաշալի, ամեն ինչ հրաշալի, եկեղեցին հրաշալի։ Իհարկե մենք ունենք հրաշալի Աստված եւ դուք բոլորդ այսօր շատ գեղեցիկ եք, հրաշք եք, փառք Աստծո ձեր ամեն մեկի համար։ Գիտեք, այսօր իմ սրտում կա կիսվեմ մի խոսքով, որը ես մտածում եմ շատ ուժեղ հետ կթողի ձեր սրտերի մեջ։ Սա առաջի անգամ չի որ ես քարոզել եմ, ես Երևանում քարոզել եմ այս քարոզը, բայց իմ սրտում այսօր նույնպես կա
պարզապես ծառայեմ ձեզ այս խոսքով, որովհետև ես հասկանում եմ սա մեր Հայաստանի վիճակն է, մեր երկրի վիճակն է, ինչի մասին հիմա ես կխոսեմ։ Գիտեք, նախ եւ առաջ ասեմ ձեզ, որ Հովհաննես ավետարանը 14-րդ գլխում հետաքրքիր բան է գրում Հիսուս Քրիստոսը։ Գրված այսպես 14:27 Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Երկու բան, որ Աստված ասում է, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Գիտեք, բոլոր մեր խնդիրները սկսվում այն ժամանակ, երբ որ մեր սիրտը խռովում է։ Միգուցե դու այստեղ ես եւ քո սիրտը խռոված է այսօր։ Եվ Հիսուսը ասում է, երկու բան է քեզ պետք երջանիկ լինելու համար, չխռովես ու չվախենաս։ Շատ վախեր ունենք, շատ խռովներ մենք ունենք։ Եվ այսօր, գիտեք, այդ ծիտը, որ պայլես քո սրտի մեջ, դա մի փոքր ծտի նման է, որը խռովությունը ինչ որ մեկից բաց թող տրնի, թող գնա քեզանից։ Քեզ պետք չի, որովհետև դժվար է կրակը պայես ծոցումդ եւ չայրվես, որովհետև դա ասում է Աստծո խոսքը, կրակը որ պահում ենք, այրվում ենք, գիտես խռովել ես եւ այսօր մարդկությունը մեկը մյուսին խռովացնելու համար է, բայց խոսքը ասում է թող ձեր սիրտը չխռովի։ Բայց մի բան էլ, որ այստեղ ասում է իմ խաղաղությունն եմ թողում։ Գիտեք, Հիսուսը մեզ ամենամեծ ժառանգը թողեց խաղաղությունը, բայց այս աշխարհը տենց էլ չհասկացավ ինչ անշարժում խաղաղություն։ Ես որ փոքր երեխա էի, իմ պապիկս միշտ կենաց էր խմում եւ ասում էր, կարևորը մենք եղբորս հետ նստած ենք նույնպես սեղանի շուրջը, ասում էր միշտ կարևորը խաղաղություն լինի եւ առողջություն։ Մենք ծիծաղում ենք, ասում ենք պապիկը մնացել է դեռ պատերազմի թվերին եւ գիտեք ինչ, մեզ համար դա ծիծաղել էր։ Երբ որ COVID-ը եկավ եւ շատ մարդկանց մենք հուարկավորեցինք, գնացին մեզանից, հետո COVID-ից հետո եկավ ողջ աշխարհը միայն COVID ստացավ, չգիտես ինչու Հայաստանը բոնուսով պետքա ստանար ամեն ինչ, ստացանք պատերազմ նույնպես հուարկավորեցինք մեր երիտասարդներին եւ այդ ժամանակ, երբ որ ես կանգնած էի, գիտեք 6 օրվա մեջ, այսինքն այս ընթացքի մեջ 6 մեր եկեղեցու պատմության մեջ այդպիսի բան չէր եղել, որպեսզի մենք 6 երեխա, 6 երիտասարդ հողին հանձնենք եւ իհարկե պատերազմի ժամանակ բոլորի կողքը լինես չհասկացա ոնց մի քանի օրում ես նայեցի հայլուզ մեջ եւ տեսա որ մազերը սպիտակեցին լիովին եւ գիտեք ես սպիտակ մազեր շատ ունեի միշտ էլ երիտասարդ տարիքից դեռ բայց լիովին փոխվեցի հետո մտածեցի գիտեք ինչ ծեր անում ենք սպիտակում ենք բայց տիրոջ մեջ ենք լինում գիտեք այս մարմինը նման է մի մեքենայի որ պետք է օգտագործես գիտեք շատերն են ծեր անում շատերն են սպիտակում բայց գիտես անիմաստ կյանքում բայց կարևորը տիրոջ մեջ լինի Այդ ժամանակները, գիտեք, իհարկե դժվար ժամանակներ էր, որ մենք անցնում ենք։ Ես մտածեցի, նայեցի եւ ասեցի, Տեր իմ Աստված, ամենակարևորը, որ քո արքայության մեջ այս ամեն ինչը կատարվում, եւ ամենակարևորը, որ քո մեջ ենք այս ամեն ինչը օգտագործում։ Եվ իհարկե այդ տորերը խաղաղությունը մենք ավելի գնահատեցինք COVID-ի ժամանակ, պատերազմի ժամանակ հասկացանք, որ ամենակարևոր բանը, որ խաղաղությունը եւ Տիրոջ առողջությունը լինի, առողջություն եւ խաղաղություն Շատ անգամ մենք չենք հասկանում ծերի ասածները, բայց փաստորեն դա ճշմարտություն է դուրս գալի։ Հիսուսը ասեց թողում եմ խաղաղությունը։ Գիտեք այսօր մենք ժառանգության մասին որ մտածում ենք, ինչ ժառանգություն ենք թողում, ինչ որ մեկը կմտածի հայրը ժառանգություն թողեց իր հողատարածքը, մեկը տունը, մեկը մեքենան, ինչ որ մի ունեցված կամ օժիտ կամ ժառանգություն։ Ես երբ որ կարդացի առաջին անգամ ավետարանը, դա շատ տարիներ առաջ էր, իհարկե արդեն մոտ 33-35 տարի առանցած կլինի, որ առաջին անգամ կարդացել եմ ավետարանը եւ կարդացի այստեղը իմ ժառանգությունն եմ թողում ձեզ իմ խաղաղությունն եմ թողում ձեզ այս որպես ժառանգություն ասի Տեր Աստված մարդիկ թողում են մեծ հարստություններ պալատներ այս ինչ բան է խաղաղությունն եմ թողում քեզ Պարզվեց որ Աստված ավելի լավ գիտի մարդուն ինչա պետք գիտեք ես հասկացա մի բան մարդուն տվեք խաղաղություն եւ առողջություն նա դաշտից ամեն ինչ կաճացնի ամեն ինչ կունենա ամեն ինչ կուտի կարևոր ունենա առողջություն եւ խաղաղություն մի քիչ էլ աշխատասիրություն դրա հետ միասին եւ ամեն ինչի կասնի եւ Հիսուսը մեզ ուզում է դատա Հիսուսը ուզում է մեզ օրհնի գիտեք ես ինչ հասկացա իմ կյանքի օրերից որ կյանքը բաղկացած է երկու մասի մեկը լավ օրերն է մեկը վատ օրերն է իհարկե մենք ունենք նույնպես միջանկյալ օրեր Միջանկյալ օրերում մենք արդեն զգում ենք վատիա գնալու թե լավիա գնալու բոլորս է գիտենք բոլորս է զգում ենք Եվ գիտեք ինչ միջանկյալ օրերն էլ կարող են կապել լավի եւ վատի հետ եւ բաժանվում է երկու մասի լավ օրեր եւ վատ օրեր Եվ հետաքրքիր է ինչպիսի մենք ուսմունք ունենք եւ ինչպիսի գիտություն ունենք ոնց մենք վարվենք լավ օրերի մեջ ոնց մենք վարվենք վատ օրերի մեջ Ցավոք սրտի գիտեք ինչ մեր քրիստոնյա ազգ լինելով մենք չենք սովորել այսպիսի իրականում ուսմունքներ
այսպիսի հայտնություններ, ոնց վարվենք այդ օրերի մեջ։ Մեզ շատ անգամ սովորացնում են շատ բաներ, բայց մենք տեղյակ չենք լինում։ Մի քանի օր առաջ ես Երևանում վերջացրեցի ընտանիք սեմինարը եւ շեշտադրեցի մի բան, որ շատ ենք խոսում հայկական ընտանիքի մասին, որ մենք պետք է հայկական ընտանիք ունենանք եւ տարիներ արդեն հարց եմ տալիս մասնագետներին, ասողներին, իսկ ո՞րն է հայկական ընտանիքը, ոչ ոք չի կարողանում պատասխանի։ Գիտեք, թվում է թե մեր կյանքում վերնագիրը կա, մյուս ուրիշ բաները չկա։ Օրինակի համար հայկական ընտանիք ասելուց ո՞րն է, այն սուրը սպանեց Դավաճան հորը կսպանի նաև ուրացող մորը, դա թե նշանեցին Մարոյին տվինչով անկարոյին դա, որը իրականում հայկական ընտանիք հասկացողությունը ես կարող եմ բազուն կամ ես կեկելին շատ եմ սիրում հիշում եք այդ պատմությունը, բայց օժիտը չկար եւ չէր ամուսնանում եւ գիտեք այդպիսի պատմություններով լցված ասելով հայկական ընտանիք ո՞րն է դա հայկական ընտանիքը դա նման է նապաստակին որ Պապիկս ցախ է կոտորում, տատիկս ճաշ է փում, իսկ ես նստած սարտակ նկարում նապաստակ, որն է։ Եվ գիտեք, չկա բացատրություն, նույնպես չկա բացատրություն, իհարկե լավ կլներ չնայած լիներ բացատրություն, այդ ժամանակ կկողնորոշվենք, որն է հայկական ընտանիքը։ Եվ երբ որ ասում ենք հայկական ընտանիք, մենք պատկերացնում ենք մի հատ այսպիսի ջղայն ամուսին, լցված ինչ-որ բանով եւ խոհանոցում խոնար պարկեշտ կին Եվ դա մտածում ենք հայկական ընտանիքն է։ Ոչ սիրելիներս, ես կարծում եմ հայկական ընտանիքը, եթե քրիստոնյա է, մեր պապերը Քրիստոսի համար մահացել են, հայկական ընտանիքը պետքա Քրիստոսով լցված ընտանիք լինի։ Պետքա ընկերական ամուսիններ լինեն։ Երկուսը պետքա մեկ լինեն ու իրար անբաժան ընկերներ լինեն իրանք եւ իրականում կյանք վայելել իրար հետ, ինչպես ասում Աստծո խոսքը։ Սա կլինի իհարկե հայկական ընտանիք։ Եվ ես մի բան ասեմ, նույնը լավ օրերը եւ վատ օրերի մասին, եթե մենք խոսում ենք, ո՞րն է մեր լավ օրերը, ո՞րն է վատ օրերը եւ ինչ ենք անում։ Այսօր դուք եկել եք այստեղ։ Մի քանիսի համար այսօր վատ օր է, մի քանիսի համար լավ օր է, բայց մենք ունենք ուսմունք ինչ անենք լավ օրերին եւ վատ օրերին։ Եվ այսպիսով ժողովուրդ 7:14-ում գրված է հետաքրքիր ուսմունք, ոչ թե ուսմունք, այլ հայտնություն, թե ինչ անենք այդ օրերի մեջ։ Գրված է լավ օրը լավություն պանցկացրու եւ վատ օրը զգուշություն արա։ Սրան էլ Աստված նրա կշտին ստեղծեց, որ մարդը իրանից հետո մի բան չգիտե։ Մարդը իրանից հետո ոչ մի բան չգիտի, բայց երկու բան, ասում է լավ օրվա մեջ լավություն արա, վատ օրվա մեջ զգուշ եղի։ Ինչու ասում վատ օրվա մեջ զգուշ եղի։ Եկեք ինձ իրար հետ ասենք, որպեսզի հիշենք, ասա լավ օրը լավություն արա։ Գիտեք, եթե այսօր քեզ համար լավ օր է, մեկին սուրճ հրավերի, մեկին սուրճ հյուրասիրի, բորշ տեսեպ, մեկին կանչի թող կերակրի։ Անգամ եթե ոչ մի բան չես արել, գիտեք ինչ արա, առավոտյան վեկան ծնկի արի մեկի համար աղոթի, կամ կանգնած մեկի համար աղոթի, 10 րոպե ասա, լսեք այսօր լավություն անելու օրը մարդ էլ չկա մոտես, կամ էլ որ մեկին լավություն, իր համար աղոթի, կամ մի հատ մի շիշ ջուր առ ու դու ասա օրհնված եղի։ Գիտեք ինչ շատ գումար պետք չի լավություն անելու համար կամ էլ աչքերի մեջ նայ ասա ինչ լավն ես դու որտեվ լավ օր է չէ քեզ լավություն նվիրի մարդկանց իսկ վատ օրը զգուշ եղեք որտեվ ամեն մեր անկումը չի սկսում լավ օրվա մեջ սկսում է վատ օրվա մեջ որտեղ որտեղ է սկսում նախանձները վատ օրերի մեջ որտեղ ենք մենք սկսում Աստծուց հեռանալ վատ օրերի մեջ որտեղ ենք սկսում մենք եկեղեցի չգալ վատ օրերի մեջ որտեղ ենք սկսում բամբասել մեր վատ օրերի մեջ որտեղ ենք մենք սկսում թշնամանալ մեր վատ օրերի մեջ վատ օրերի մեջ նախանձանում ենք վատ օրերի մեջ ջղայնանում ենք բարկանում ենք վատ օրերի մեջ նախանձում ենք ամեն բան կատարվում է եւ դրա համար Աստված զգուշացնում է վատ օրվա մեջ զգուշ եղիր Տիրոջ սրահներում ես քեզ կասեմ ոտքերդ պահի վատ օրերի մեջ ես չեմ հասկանում այն մարդկանց որ ասում են դե գիտեք ինչ կա մի քիչ խնդիրների շատ է դրա համար եկեղեցի չեմ գալի սիրելի ես այդ նույն բանն է որ ասես փորը շատ է ցավում դրա համար բժշկի չեմ գնում գիտեք պետքա հենց այդ ժամանակ եկեղեցի գաս հենց այդ ժամանակ որտեվ ես Աստծո խոսքը կարդում եմ հենց այդ օրերին այդ ժամանակ որպեսզի հանկարծ չսխալվեմ սիրելիներս այսօր խոսքը որ ես կարող պատրաստել եմ կոչվում է ցավեր եւ վերքեր այստեղ նստածներից յուրաքանչյուր ունի ցավ եւ վերք եւ դա մեր կյանքի մի մասն է դառնում ինչ անենք մեր ցավերի եւ վերքերի հետ ոնց անենք մեր վատ օրերի հետ ով ենք մենք դառնում վատ օրերից հետո գիտեք մեծ մի հատ հարցական նշան կա ով ենք մենք դառնում վատ օրերից հետո դժբախտ օրերից հետո ով ենք դառնում եւ ինչ է մեզ հետ կատարվում սա հարց է որ մենք պետք է պատասխան տանք իրականում այս հարցին Եսայի մարգարեության 53-րդ գլուխ 5-րդ խոսք հայտնի տեղ բոլորիս համար գրված այսպես որվեցավ մեր անօրինության համար հարվածվեցավ մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ նրա վերքերով մենք բժշկվեցինք Սա գրված է Հիսուս Քրիստոսի մասին նրա վերքերով մենք բժշկվեցինք Սիրելիներս այստեղ ամեն մեկը ունեք վերքեր Մենք շատ ենք ասում ուզում ենք Քրիստոսի նման լինենք
Քրիստոսի նման որպես ինչ։ Քրիստոս իր վերքերով բուժեց ողջ աշխարհը, իսկ քո վերքերը ինչ են անում։ Կարող են քո վերքերը ինչ որ մեկին բուժեն։ Կարող են ինչ որ մեկին բարձրացնեն։ Գիտեք, այսօր վերքերի պատճառով մեկը դառնում է հարբեցող, մեկը դառնում է թմրամոլ, մեկը կյանք ինքնասպանությունով է վերջանում, մեկն է դառնում է վատ մարդ։ Ինչ են սարքում քեզ քո վերքերը։ Գիտեք, Հիսուսի վերքերը շատ էր, դու միգուցե մտածես, որ Երևակայի Հիսուսը քեզ չի հասկանա, բայց ես քեզ կասեմ, նա մարմնավոր ցավի մեջ էր խաչի վրա։ Պատկերացրեք, եթե ատամը ցավում է, ինչքան սարսափելի է, եւ գրված է բոլոր աշխարհի հիվանդությունները նրա վրա էր։ Հոգեբանական ցավերի մեջ էր, որտեղ բոլորը նրան քննադատում էին։ Գիտեք, ես դժվարության մեջ անցել եմ, դուք եք շատ անցել դժվարություններ, այս վերջերս գիտեք, իրականում եկեղեցական հովություն, Հայաստանում եկեղեցու հովվես շատ երկար տարիներ, ամեն ինչ էլ վնասում ես, միայն մազերը չի սպիտակում, սիրտս էլ իրականում ինձ վիրահատում էին։ Սրտի վիրահատություն էի տանում, որովհետև գիտեք ինչ, ամեն ժամանակ ինչ որ բանի մեջով դու անցնում ես։ Բայց ես ուրախ եմ, գիտեք ինչու համար, որովհետև երբ որ պարկած է այնտեղ, ես տեսնում եմ ուրիշներն էլ սրտի վիրահատություն են տանում, բայց ես Տիրոջ համար եմ տանում։ Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգներում մահացավ հայրս եւ մայրս COVID-ից։ Ինչ որ դժբախտ բանով մենք անցանք։ Բայց գիտեք ինչ, այդ դժվարության մեջ ես պարկած եմ Իվանդոնով չես կարող գնաս հայրդ մայրդ մահացած են, Տիրոջ մխիթարությունը կար, Տերը կողքս էր։ Իսկ Հիսուսին Աստված էր թողել։ Գիտեք, ինձ ամեն բան վատ էր, բայց կինս էր կողքս, հարազատներս էին կողքս, Աստված էր կողքս։ Բայց Հիսուսի կողքը ոչ ոք չկար։ Միայն քննադատություններ ու անգամ Աստված նրան թողել էր։ Դա դրա վերքերն էր։ Մերժվածություն, բոլորը փախան, իր աշակերտները, բոլորը ծնողները, բոլորը նրանից գնացին, Աստծո կողմից մերժված եւ քննադատված, բոլորը քննադատում էին նրան, անգամ կողքի ավազակը քննադատում էր, ավելի շատ ծեծված էր, քան ավազակը։ Եվ դա նրա ցավերն էր։ Եվ դա նրա վերքերն էր։ Եբրայեցիս 2:18-ում գրված է այսպես, որովհետև ինքը որ չարչարվեցավ եւ փորձվեցավ, կարող է օգնություն տալ փորձվողներին։ Ով կարող է քեզ օգնել այսօր սիրելիս, միայն այն, ով հասկանում է քո ցավերը։ Մեկ անգամ ինձ մոտ մի կին էր եկել։ Նրա ամուսինը նրան իրականում դա ամենահավոր բանն է, որ կարող է կատարվի, ծեծում էր շատ, եւ նա կապուտ աչքերով եկել էր ինձ մոտ, ինչ անեմ, ես չգիտեմ։ Ես ասացի քուրիկ, մի բան ասեմ, ես չեմ կարող քեզ օգնեմ, որովհետև իմ կինը ինձ չի ծեծում։ Բայց Աստված կարող է քեզ հասկանա, որովհետև նա քո տառապանքը անցել է, եկ աղոթենք։ Մոտավորապես 20 րոպե աղոթում ենք, եւ հանկարծ գիտեք ինչ ասեց Հերիկա, էլ պետք է ես ամեն ինչ հասկացա, ամեն ինչ երջանիկ գնաց։ Ես չգիտեմ ինչ հասկացա, գոնե կիսվեր հետս։ Բայց այն ով որ անցել է այդ բանը, ի կարող է օգնի։ Ինչու Հիսուս օգնեց այդ կնոջը, որովհետև նա անցել էր տառապանք եւ ցավ։ Մենք շատերին ուզում ենք օգնենք, բայց մենք չունենք, բայց մեր վերքերը թաքցնում ենք։ Գիտեք ինչ ենք թաքցնում, մեր վերքերը դառնում են մեր թշնամին, մեր վերքերը դառնում են մեր տանջողը, բայց վերքերը չպիտի թաքցնես։ Ճիշտ ասած, այս քարոզը ես գրել եմ այն ժամանակ, երբ որ ես կարդացի մեկ անգամ ինտերնետի մեջ էր, որ եւ հետաքրքիր է, որ այդ ասացվածք, այդ նախադասությունը կա անգլերեն, կա ռուսերեն, կա հայերեն, բոլոր լեզուներով կա, ժամանակը բուժում է ցավերը։ Եվ գիտեք ես ինչ հասկացա, որ կարող է այդ արտահայտություն անի այն մարդը, որ ցավ չի վերապրել։ Ժամանակը չունի ոչ մի ուժ բուժի ցավերը։ Ժամանակը չունի ոչ մի ուժ բուժի վերքերը։ Մենք պարզապես դրան սովորում ենք, մտածում ենք բուժվել ենք։ Մենք դրանով մինչև կյանքի վերջ կապրենք։ Գիտեք Քրիստոսը, որ հարություն առավ մեռելներից, կարող էր չէ իրան բժշկել, ինչու եկավ իր տկարությունը ցույց տվեց, իր վերքերը ցույց տվեց։ Գիտեք, եթե ես երեք օր հետո հարություն առած լինեի կամ ինչ որ մեկը կգար կասեր, տեսակ ով եմ ես։ Հիսուսը գիտեք ինչ ցույց տվեց իր ամենատկար տեղը։ Ոչ թե ցույց տվեց իր հաղթանակը, թե ոնց հարություն առել, նա ցույց տվեց իր տկարությունը, ձեռքերը ցույց տվեց, ասեց այն վերքերը։ Ինչ է կարծում, այսօր երկնքում նա վերքերով է, թե առանց վերքերով է։ Վերքերով է նա։ Եվ նրա վերքերի պատճառով մենք բուժվում ենք։ Եթե նա բժշկեր իր վերքերը, մենք չենք բժշկվի այսօր նրա վերքերի պատճառով։ Սիրելիներս, այսօր նորից հարց եմ բարձրացնում, ինչ անում քո վերքերը։ Գիտեք, մեր Բաքում մի կին էր ապրում, մեծահասակ, նրան ասում էին պարավ։ Գիտեք, կա այսպիսի, ոնց որ ասած, աստիճաններ կա։ Մարդուն կարող են ասեն
տատիկ, սարսափելին պարավն է, իսկ ավելի վատը ջադուն է։ Չնայած դա թուրքերենն արդեն։ Բայց տենց արտահայտում են։ Եվ ասում են, այդ մայրս միշտ ասում է, պարավեց գուշ կմնաք։ Ինչու են ասում նրան պարավ, որովհետև նա կախարդ էր։ Եվ նա ում որ անիծում էր, մարդիկ մահանում են, եւ մարդիկ վախեցած էին այդ կնոջից։ Եվ գիտեք, բոլոր շենքը նրա մասին խոսում էր, դղրդում էր բոլոր տարածքը, նրա մոտիկ մարդիկ էին գալիս եւ նա կախարդում էր այդ մարդկանց եւ թուղթուգիր էր, չգիտեմ ինչ էր անում, բայց նա շատ վատ անուն ուներ։ Եվ այդ տատիկը, երբ որ մենք բարձրանում ենք մեր ընկերոջ տունը, միշտ չգիտես ինչու այդպիսի կանանց իրանք մենակ են, չնայած երբեք չունեն ընտանիք, մենակով են իրանք եւ իրանց տունը միշտ դուրը հինա լինում եւ ինչ որ հոտ է գալիս։ Տենց էր դա։ Եվ մենք գիտեք պատին կպած այսպես անցնում ենք նրա դրան մոտով, որ հանկարծ մոտիկ չլինենք եւ ընկերոջս ասում է, լսի, ո՞նց եք ամեն օր sense բարձանում իշնում, ադիասմա սովորել ենք, էլի զգուշ ենք գնում, որ չտեսնենք։ Ու երբ որ երեխաներով դուրսը կանգնած ենք, ու այդ տատիկը դուրս էր գալի, ասաց պարավը, իհարկե դա այդպես էր, նա շատ բարկացած հայացքով մեզ այսպես նայում էր ու sense անցնում էր, եւ մենք կպած վախեցած չորացած ենք նույն, երբ որ նա անցնում էր։ Ես չգիտեմ նա որտեղ է։ Իհարկե մահացած կլինի, բայց դժոխքում կլինի կամ դրախտում, Աստված որ ապաշխարած լինի եւ դրախտում լինի, բայց նա ողջ կյանքի ընթացքում մի բան էր անում, վատություն մարդկանց։ Երբ որ ես մեծացա հետո, Տիրոջ հետ հանդիպեցի, ինձ մոտ մի հատ մերձ հաց ծաղկեց, երբ դարձավ կինը պարավ, երբ տատիկը դառնում է պարավ, երբ է պարավը դառնում ջադու, երբ է դա կատարվում։ Եկեք մի րոպե մտածենք իրար հետ բարձր մտածենք ու քննենք։ Պատկերացրեք, ծնվել է մի աղջիկ երեխա, նրան գրկել են, համբյուրել են, կաթ են տվել, հետո առաջի քայլն արել, ծնողները համբյուրել են, հետո առաջի քաղցր բառերը խոսացել է, ծնողները վերցրել են, գրկել են եւ նրան սիրել են, երեխաների հետ խաղացել է, թարել է պատանի եւ նա որոշել է մի օր կամուսնանա, երեխաներ կունենա, երջանիկ մի աղջնակ ապրել է, որտեղ նա դարձավ պարավ։ Ասեք ինձ խնդրում եմ։ Ես մտածում եմ, ինչ որ միտեղ նա հանդիպես վերքերի, այդ վերքերի մեջ նա գիտեք ինչ դարձավ, նա դարձավ այդ պարավը, նա որովհետև իր վերքերը չօգտագործեց ուրիշներին բժշկության համար, նա օգտագործեց իր վերքերը պարզապես վատը դառնալու համար։ Այսօր մենք ունենք երկու ճանապարհ, եթե դու ասում ես ուզում եմ Հիսուս Քրիստոսի նման լինեմ, օգտագործի քո վերքերը ուրիշին բժշկության համար։ Ես այսօր մի քանի օրինակներ կբերեմ։ Տարիներ առաջ մեր եկեղեցում եկավ մի աղջիկ, եւ նա մարմնավաճառ էր։ Այդ աղջիկը բայց բացի նրանից որ մարմնավաճառ էր, չգիտեմ նա անհասկացող էր, շատ բան ինքը չէր հասկանում, ինչ որ խոսում էր հետը, պարզապես ոնց որ մեկը անջատած լիներ նրան։ Նա մի բանի մասներ էր մտածում, Աստծուն շատ էր սիրում եւ դուրս էր գալի ճանապարհին կանգնում էր մի յուրաքանչյուր մեքենա, որ նրան վերցնի։ Եվ նա ոչ թե միայն մեր եկեղեցի էր գալի, նա շատ եկեղեցիներ էր գալիս։ Ամեն եկեղեցի գնում էր եւ երբ որ մեկ անգամ հովները հավաքված էին եւ հարցակեց, իսկ նա որ եկեղեցուց է, բոլոր ասեցին մեր եկեղեցու չի, ես կանգնեցի ասի մեր եկեղեցուց է։ Ես չեմ վախենում մեղավորի համար կանգնեմ։ Նա մեղավոր էր։ Իրականում շատ մեղքերի մեջ էր այդ աղջիկը եւ ինքը տարօրինակ էր։ Եվ գիտեք ինչ, որպեսզի հասկանաս մարդուն պետք է մի քիչ քննես նրա կյանքը։ Ես ասի, ես այս աղջկան ուզում եմ ճանաչեմ, ինչի է նա այդպիսի դառը, ուր են ծնողները կամ մյուսը։ Եվ հասկացա մի բան, որ այդ աղջկան ամուսնացրել են 17 տարեկանում։ Եվ նա երազել է, որպեսզի երեխա ունենա, եւ կեսուր իրան չի սիրել։ Կեսուրի չսիրելը այնքան ուժեղ ազդեցություն է թողել նրա վրա, ամուսնու վրա, որ ամուսինն է սկսել ատել։ Երբ որ նա հղիացել է 3-4 ամսական հղիության ժամանակ, կեսուրն ու հայրը իր ամուսինը այնքան են քացիարել, որ վիժել է ինքը։ Ու դրանից հետո դուրս են շպրտել, ասել են գնա քո հորտունը։ Այդ վիժված ցավերի մեջ աղջիկը 1-2 օր հետո մի քիչ խելքը եկել է գլխին, գնացել է հորտունը, հայրը ասել է խայտարակում ես մեզ, գնա դուրս։ Շատ նման է Հովանես Թումանյանին, դուրս իմ տնից Սևերես, հիշում եք Մարոյին, որ տարան Չոբան Կարոյին տվեցին, խեղճ երեխուն խաբեցին, հայկական ընտանիք, ինչի համար ամուսնացրեցին, լավն է ասում է Կարոն, բերում է կանֆետ, չամիչ ու խնձոր, այսինքն չամիչի խնձորի համար մինչև հիմա շարունակվում է մեր կյանքը։ Երբ որ այդ խեղճ երեխան Մարոն գնաց, Հովանես Թումանյանը անդրադարձել է լուրջ խնդրի հայկական։ Գնաց հոր մոտ, հերասես դուրս իմ տնից Սևերես, Ետ չնայես դբամես, ոչ չդնես էլ տունս, մրոտեց իր անունս։ Եվ վրընդեց, այդ աղջկան նույնպես վրընդել են։ Իսկ փողոցում գիտեք ով է նրան սպասում, շնացող տղաները։
Այդ 18 տարեկան երեխային։ Եվ նրա կյանքը մոլորվել է, նրա կյանքը անցել է, եւ գիտեք ինչ, երբ նա դարձավ մարմնավաճառ իր վերքերի հետ միասին, Փառք Աստծո, գիտեք ինչ, ես նրա հետ խոսացի, ես ասի դու պետքա փոխվես, նա իրականում աղոթում էր, նա հիվանդ աղջիկ էր, եւ գիտեք, երբ որ ինքը լիովին Տիրոջը ընդունեց, լիովին հասկացավ, անցավ, ասում եմ ձեզ, մի քանի ամիս անցավ դրանից հետո նա մահացավ։ Պարզվեց, որ ներսում նա ուներ ուժեղ հիվանդություններ, եւ հիմա երկնքում է հիմա։ Գիտեք, մենք մեղավորից աչքերը չենք փակում, պարզապես մենք պետք է հասկանանք, որտեղ է նրա ցավերը սկսվում։ Ինչի են մարդիկ այդպես դառնում, միթե բոլորը ծրագրավորել են այդպես դառնան։ Ինչ որ մի բան կա, սերիներս, որ մենք պետք է հասկանանք, Հիսուսը այսօր ուզում է փրկի ամեն մեկին։ Ամեն մեկին ուզում է փրկի։ Եվ այսպիսով մեկը պարավ դարավ, մեկը սենց, որովհետև մեր վերքերը մենք ծածկում ենք մեր ներսում եւ չենք ուզում ցույց տանք։ Երբ որ իմ աղջիկը Սաննան գնաց երկինք, ես ունեի երկու ճանապարհ, կամ վատը դառնալու, կամ փոխվելու։ Ինձ Յոնգիչոն, որ հիմա նույնպես երկնքում է, նամակ գրեց եւ ասեց. Արթուր, իսկ դու կարող ես դուրս գաս Տիրոջը փառաբանես։ Ասի, ես դուրս գամ Տիրոջը ինչի համար փառաբանեմ, սովոր եմ կերակուրի համար փառաբանեմ Տիրոջը, ասեմ շնորհակալություն քեզ Տեր իմ Աստված, շնորհակալություն լավ մեքենա համար կամ լավ ապրուստի համար, բայց աղջիկդ գնացել է երկինք, բայց ես նազանդվեցի, որովհետեւ Տիրոջ խոսքն է դա տենց ասում։ Դուրս եկա ձեռքերս բարձրացեցի եւ ասեցի Տեր իմ Աստված, շնորհակալություն երկնքի համար, շնորհակալություն հավիտենականության համար, շնորհակալություն, որ մենք կտեսնենք, շնորհակալություն, որ մահը մեզ վրա իշխանություն չունի եւ Տիրոջ զորությունը իջավ ինձ վրա։ Դրանից հետո սերինես ես մի բան արեցի։ Ես երբեք այս քարոզը չէի քարոզել, մինչև մեջով անցած չլինեի։ Ես այդ օրը որոշում կայացրեցի, այսօր քարոզում եմ, որ Տեր իմ Աստված, ես վատը չեմ դառնա, իմ վերքերով կբուժեմ ուրիշներին։ Այսօր սիրելիներս, դուք չեք պատկերացնի, ասեմ երկրները, չեք ինչքան շատ երկրներ, Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Կազախստան, բոլոր ստաները, Կորեայից, ամեն տեղից ինձ մարդիկ գրում են, ով կորցնում է կնոջը, ով կորցնում է ամուսնու, ով կորցնում է երեխային, կամ ծնողներին ինձ նամակ են, ինչ անենք։ Ոնց անենք, որ շուտ մոռանանք, ոնց անենք, որ շուտ անցնի, ես ասում եմ, չի անցնելու։ Սովորելու է սրան։ Ոնց կարող է, գիտեք, որ ասում են, վերքերը կբուժվեն, ժամանակը կբուժի վերքերը, միթե մենք կենթանացած ենք։ Գիտեք, մի հրաշալի ալիք կա, որ երևի շատերը տունեք, կոչվում է Animal Planet, այսինքն կենթանիների աշխարհում, պլանետայում կենթանիների։ Ես մեկ անգամ դիտում էի այդ հաղորդումը եւ եղնիկը գնում էր ձաքի հետ միասին։ Եվ հանկարծ այրուծը դուրս եկավ եւ հափշտակեց ձաքին, բռնեց, վզից, կոկորտից ես սպանեց, եղնիկը փախավ։ Ու ցույց են տալի 3-4 րոպե հետո նա արածում է, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Միթե մենք նման ենք այդ եղնիկին։ Միթե մենք անաստացել ենք, նման ենք, որ կմոռանանք մեր իրականում երկին գնացողներին։ Երեկվայի հետ ենք խոսում, ասում եմ, գիտես ինչ, ամենամեծ պատիժը, որ Աստված պատժել է, մեզ բոլորիս սերն է դա։ Եթե մեկին չսիրեր, տառապանք էլ չէր ունենա։ Սիրում ես ու տառապում ես, այդ սերն է քեզ բերում է երկինք դեպի։ Քայլում ես դեպի երկինք դրա միջոցով։ Եվ իրականում ես ասի Տեր իմ Աստված, ես կբուժեմ, ես ուրիշներին կբուժեմ, այսօր շատերը ինձ գրում են եւ ես փորձեցի օգնեմ մարդկանց, գիտեք ինչքան ուժեղ էր, երբ որ պատերազմի ժամանակ բոլոր երեխաները, այսինքն մայրերը, որ երեխաներին կորցնում են, ես եւ իմ կինս մենք զբաղված ենք 4 ժամ, 6 ժամ, խոսում ենք այդ կանանց հետ, որովհետեւ գիտենք ինչ պիտի խոսանք։ Բայց կարող ենք փակվել։ Սիրելիներս, ես շատ կոնսուլտացիաներ եմ անցկացնում, շատ մարդկանց հետ խոսում եմ, դուք չեք պատկերացնի ինչքան մարդ է շտկվում իրաց կյանքում, միայն Հայաստանում չէ։ Ովքեր կորցրել են իրաց երեխաներին, սկսեմ ամուսիններին, ովքեր կորցրել են իրաց ամուսիններին, ես իրանց բերում եմ մի բանի ասում եմ, դու պետք է քո վերքերը օգտագործես։ Գիտեք շատերը, բոլորը չէ, բայց շատերը ոնց են մտածում, ասում ես կատաղում եմ, որ ուրիշներին տենում եմ ամուսինների հետ միասին։ Դա ենթագիտակցության մեջ է, դա կատարվում է։ Գիտեք մարդիկ, որ իրաց երեխաներին կորցրել են, այստեղ Հայաստանում զոհվել են երեխաները, ես խոսացել եմ, բոլորի հետ չէ, բայց մի քանիսին ինչ են ասում, ես կատաղում եմ, որ տեսնում եմ երեխաները, որ բանակից հետ են գալիս։ Մարդ չարանում է, տեսեք որտեղ է սկսվում, երբ որ կնոջից պարավ են դառնում։ Ես նրանց ասեցի, գիտեք ինչ կա, վերքերը օգտագործի ուրիշին բուժելու համար։ Վերքերը մի օգտագործի քեզ ոչնչացնելու համար։ Դու կարող ես քո վերքերով օրհնություն լինես, դու կարող ես քո վերքերով անեծք լինես։ Սերներս, սա շատ լուրջ հարց է։
Այսօր դու ունես վերքեր, միգուցե մերժված ես, միգուցե ինչ-որ մի բան եղել է քեզ հետ, քո կյանքը կանգնել է, հենց ուզում ես երջանիկ լես, հիշում ես միայն դա քո ուժեղ կողմն է։ Օգտագործի այդ վերքերը ուրիշի համար։ Դուք տեսեք Տիրոջ փայլը կլինի ձեզ վրա։ Սաղմոսներում գրված է, թե ոնց անենք ցավերի մեջ։ 18:6 Ես իմ նեղությամբ կանչեցի դեպի Տերը եւ դեպի իմ Աստված աղաղակեցի։ Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը եւ իմ աղաղակը նրա առաջին հասավ նրա ականջներինը։ Աստծո խոսքը ասում է իմ նեղության մեջ, գիտեք ինչ արեցի, կանչեցի դեպի Տերը։ Նա իմ աղաղակը լսեց։ Նեղության մեջ սիրնես մենք դեպի Տերը պետք է կանչենք։ Տերը մեզ կարող է առաջնորդի, Տերը մեզ կարող է իրականում զորացնի եւ բարձրացնի։ Սիրելի եկեղեցի, այսօր մենք հավաքված ենք այստեղ, ես գիտեմ, չկա մի մարդ, որ ցավ չի ունենա։ Եթե մարդ ասի ես ցավ չունեմ, ուրեմն այս աշխարհից չի, ուրեմն հրեշտակը, որ եկել այստեղ նստել է։ Ամեն մարդ ունի ցավ, ամեն մարդ ունի վերք։ Ցավոք սրտի այսօր ցավն ու վերքը երիտասարդացել է։ Առաջ եթե ցավն ու վերքը ունեն մեծերը, ապա այսօր ունեն 9 տարեկան երեխաները նույնպես։ Ամեն մեկ ունի իր վերքը, ամեն մեկ ունի իր ցավը, եւ դա քեզ կսարքի կամ բամբասկոտ, կամ ալկոհոլիկ, կամ թմրամոլ, կամ ինքնասպանով մարդիկ կյանքը կվերջացնեն։ Ընդ որում հիմա ամեն ինչ թուլացել է, որտեղ մարդիկ առանց Տիրոջն են ապրում։ Մի ամերիկական մասնագետ ինձ ասեց, նա սոցիոլոգիայի պրոֆեսոր էր ամերիկացի եւ հավատացյալ չէր ինքը։ Եվ դու ասես, դու գիտես քո ծնողների սերունդը ոնց էր կոչվում, ասեցի ոնց, ասեց երկաթի սերունդ, նրանց կոտրել դժվար էր։ Ասեց գիտես քո սերունդը ոնց է կոչվում, ասի ոնց, ասեց ոսկե սերունդ։ Ինչ անումը ստացվում է, մի քիչ մեծ, մի քիչ փոքր, ասեց իսկ երիտասարդները գիտես ոնց են կոչվում, ասի ոնց, ասում է ձյան փաթիլ։ Ձեռի վրա հալում են։ Այս սերունդը, որ մեծանում է, առանց Տիրոջի ուժեղ չի, միայն մի հատ աղջիկ, մի հատ տղա ասի ոչ կգնա իրան մոստից կգցի։ Այնքան թույլ են ամեն ինչի վրա, այս ինտերնետային սերունդը, հասկացեք, նրանք ուժեղ են լեզուներից, մատերի աշխատանքից, բայց թույլ են հարցակումներից, վերքերից։ Նրանք չգիտեն ինչ անեն վերքերով, չգիտեն ինչ անեն տառապանքներից։ Եվ կյանք ինքնասպանություն վերջացնում են կամ էլ իրականում հոգեբետ դեղեր են խմում, երիտասարդության դու գիտեք ինչքան մասը հոգեմետ դեղերի մեջ է, որ խմում են այդ դեղերը, որ իրանք հանգստանան, պատճառը, որ չգիտեն ինչ անեն ցավերի հետ։ Այսօր սիրելի եկեղեցի, ոչ թե միայն դու պետք է լսես ինչ որ խոսում ենք, այսօր Տերը քեզ զորացնում է, որպեսզի դու զորացնես ուրիշին, որ քո ցավերով եւ քո վերքերով դու օգնես ուրիշին։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ամեն մեկիս կյանքով ժամանակ առ ժամանակ սուր է անցնում։ Ժամանակ առ ժամանակ այդ սուրը անցնում է։ Նորից անդրադառնամ, հիշում եք մեր բանկության բանաստեղծությունը, փիսիկը նստած մի մուտանկնում ունքերը գիտե ու լաց էր լինում։ Գիտեք, հետաքրքիր պատմությունը մի քանի տարօրինակ մարդկանց եւ մի երկու տարօրինակ կատվի մասին։ Նախ եւ առաջ այդ պատմությունը գիտեք ինչով է, եթե նոր սերունդը չգիտի, փիսիկ ինչ էր լաց լինում, որովհետեւ մածունը կերել էր համոն, գնաց է տատու վրա, իր վրա էր գցե, տատն է փեդ առած, մաներ գալի, դուրս գտած այդ կատվին, թե ինչի է մածունը կերը։ Նախ այդ տարօրինակ տատու մասին է պատմությունը, որ թորան փեդով, թորը վախում ասի մածունը ես եմ կերել։ Ես չգիտեմ այդ ինչ տատ էր իրականում։ Ընդհանրապես տատիկները ուրիշ են, մենք հիմա ինքներս տատիկ ու պապիկ ենք, ես ու իմ կինս, եւ իմ աղջիկ ինձ ասում է, երեխան ձեր մոտ լկստվում է։ Ես ասում եմ շատ ճիշտ է, մենք իրան լկստացնելու համար դուք դաստիարակ եք, մեր ժամանակ անցել է, մեր սեզոնը փոխվել է։ Ես դաստիարակող չեմ, ինքներդ արեք, ես արդեն ինչ որ պետք է ես արդեն արել եմ, ես արդեն ձեզ դաստիարակել եմ, հենա մեկը ինձ համաձայն է։ Ոնց կրեմ Մարգոնից համաձայն չլինի։ Վերջը, թող իրանք դաստիարակեն, ինչի ես պետք է դաստիարակեմ, ես իմ ժամանակը անցել եմ։ Եվ այսպիսով ես չեմ պատկերացնում իմ թորը գա մածուն ուտի, ես էլ փեդը առնեմ ու ընկնեմ ասեմ վերջը տարօրինակ տատն է, մեկը այդ համոն է, երկրորդը, որ չգիտեմ ով է, եւ այդ կատուն ասում է ունքերը գիտե ու լացել մի անկյունում, ու մոտիկա գալի ոչ թե նորմալ մարդ, այլ դրապես կատու։ Զգացել եք ձեր տառապանքի մեջ միշտ գալիս է օգնության այդ նույն տառապանքով մարդը, ինչով քեզ կարող է օգնի։ Եվ որ աղջկա կյանքը բաժանության է հասնում, զանգում է իր բաժանված մորը, թե ինչ անեմ։ Ինչ կարող է քեզ խորհուրդ տա։ Լսեք, Տերը այսօր կարող է խորհուրդ տա քո ցավերին, քո վերքերին, ոչ մեկ ուրիշը չի կարող։
Եվ այդ կատուն ասում է, թե ինչ անի, եւ գիտեք ինչ շատ վատ վերջանում է, տենց էլ էս հարցը չի լուծում, որովհետեւ կատվին կատուն է մոտենում։ Բայց ինչ եմ ուզում ձեզ ասեմ, սիրելիներս, դուրս եկեք այդ անկյունից, միգուցե այդ կատվի նման ես, ունքերդ գիտեմ, մի անկյուն մտե ու լացես, ինչ օգուտ։ Մինչև երբ դուք ասում մինչև մարդիկ կհասկանան, հավատացեք, ոչ մեկ էլ չի ուզում քեզ հասկանա, որովհետև իրանք իրանց խնդիրներ ունեն։ Ուզում ես շատ մեկ անգամ մի կին մոտեցավ, ասեց, ինձ աշխարհը չի հասկանում, ոչ մեկին չի հասկանում, ես նրան ասեցի, իսկ ո՞ւմ է պետք է կյանքը, որ ոչ մեկ քեզ չի հասկանում։ Ինչու ենք մենք ուզում բոլորը մեզ հասկանան։ Ես ապրում եմ այնպես, որ ես հասկանամ ուրիշներին։ Լսեք, օգտագործեք ձեր ցավերը ուրիշին օգնելու համար։ Եղեք Քրիստոսի նման։ Եվ այսօր միտեղ եմ ուզում կարդամ, որ կգտնի ձեր սրտին մի հրաշալի կնոջ մասին, որի անունն էր Մարիամ, Հիսուսի մայրը։ Գիտեք, Իսրայելի մեջ ամենասուրբ աղջիկը, որ Աստծո կողմից ընտրվեց։ Իսրայելի մեջ ամենաբարոյական աղջիկը, որը Տիրոջ կողմից ընտրվեց, եւ Իսրայելի մեջ ամենաբարի աղջիկը, որ Տիրոջ կողմից ընտրվեց։ Եվ նրա մասին գիտեք ինչ ա գրված, երբ որ երեխան գալիս է նա Սիմոն ծերունու մոտ, Սիմոն ծերունին այսպիսի մարգարեություն է անում։ Եվ Սիմոնը օրհնեց նրանց եւ նրա մայր Մարիամին եւ ասեց. «Ահա մանուկը կա Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան։ Եվ իսկ քո անձովը սուր կանցնի, որ շատ սրտերից խորհուրդները հայտնվի»։ Եվ այստեղ գրված է. Մարիամ, քո անձովը սուրբ կանցնի։ Տեր ինչի։ Այդքան շնացող կանայք կային այնտեղ։ Այդքան վատ պարավներ կային այնտեղ։ Ինչի Մարիամի կյանքով սուրը պիտի անցներ։ Ինչի Հոբը պետք է տառապեր որպես ամենասուրբ մարդ։ Ինչի Հոբը այդ վերքերը պետք է ստանա եւ ինչի Մարիամի կյանքով այդ սուրը պետք է անցներ։ Ոչ մի վատ բան չէր արել։ Այսօր մենք սերելիներս, երբ որ մի սուրը անցնում, ասում ենք երևի Աստված պատժեց, ոչ սերելիներս, Աստված չի պատժում, Աստված պարզապես քեզ պարգևներ է տալի ուրիշին ծառայություն անելու համար։ Իհարկե դա տառապանքը չի պարգևները, բայց նա կողքը տա կանգնում այդ ժամանակ։ Երբեք մի դատեք ինչ որ մեկին, երբ որ ցավերի մեջ է ապրում, օգնեք այդ մարդուն, որպեսզի իր ցավերը օգտագործի, ոչ թե ներսը գցի։ Մարիամի կյանքի մեջով սուր պետք է անցներ։ Մեղավորությունը ո՞րն էր։ Գիտեք, դա մեղավոր չէր, պարզապես ողջ խավար աշխարհը ատում է լույսը աշխարհ բերողներին։ Երբ որ դու կսկսես լույս աշխարհ բերես, լույս քարոզես, լույսի գործեր անես, ատողները չշատանալու են։ Հակառակողները չշատանալու են, իսկ դու սիրի։ Իսկ դու բարձրացրու։ Կյանքը միևնույնն է, քեզ վերադառնալու է։ Կյանքը քեզ վերադառնալու է։ Երկրորդ Կորինթացիների մեջ Պողոս Արաքյալը գիտեք ինչ հետաքրքիր միտք է մեզ բացում 12-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եվ նա ինձ ասեց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում, այդ ավելի հոժարությամբ իմ տկարությունով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Տեսեք Պողոս ասում է, բնակվի ինձանում Տիրոջ զորությունը տկարությունով կպարծենամ, ինչպես Հիսուսը վերքերը ցույց տվեց։ 10-րդ խոսք. Վասվորյա հավանել եմ տկարությունը, թշնամանքները, վշտերը, հալածանքները, նեղությունները Քրիստոսի համար, որ երբ տկարանում եմ, այդ ժամանակ զորանում եմ։ Գիտեք, երբ ենք տկարանում, ոչ թե որ տկարություն կա, մենք ծածկում ենք, մենք սերոս ենք սարքում, ասում ենք, «Էս եմ ես»։ Ինչ որ կա, սա էլ կա։ Մենք տկարանում ենք, տկարության մեջ զորանում ենք։ Թվում է թե մենք պրծնում ենք, բայց չենք մարում։ Դա գիտեք ինչի է նման, երբ որ Մովսեսը նայեց մորենուն, ասեց, «Էս ինչ մորենի է, որ վառվում է ու չի այրվում, չի վերջանում, երևի դա դու ես, ողջ կյանքդ վառվում ես խնդիրների մեջ, բայց չես պրծնում։ Երբ որ Տերը քեզ հետ է, ինչքան էլ վառվես, չես վերջանալու, ավելի զորանալու ես, ավելի զորանալու ես։ Փառք Հիսուսին սիրնես։ Փառք Տիրոջը։ Գիտեք, եթե ինչ-որ մեկին կորցնում է, երբեք մահը մի սահմանիր։ Այսօր հավատացյալները այնքան սովոր են, երբ որ իմ աղջիկը երկին գնաց, գիտեք, բոլորը մեր կողքը կանգնած էին։ Եվ ես գիտեմ ինչ է երկինքը, կյանքից տեղափոխվեց դեպի կյանք, բայց կային մարդիկ, որ գրում էին, դուք չեք ուզում
ապաշխարեք ձեր մեղքերի համար, ձեր պատճառով ձեր աղջիկը գնաց։ Մտածում Երանի մեղքերը լներ ու մեղքերը դներ դրա վրա։ Ու գիտեք ինչն էր ինձ հետաքրքիր, դա միայն ինձ հետ չի կատարում, բոլորի հետ։ Գիտեք աշխարհիկները վախենում են այդպիսի բաներից, նրանք շատ զգուշ են, բայց հավատացյալները մի տեղ են մանգալի ճիպտելու համար։ Եվ ասում էին, միգուցե ձեզ ապաշխարելա պետք, մեծ հաճույքով, ես ապաշխարություն սիրող մարդ եմ, ասեք, ինչով։ Բա ինչի սենց բան եղավ, գիտեք ես այդ օրը հասկացա, մարդկանց մեջ չի խնդիրը, մարդիկ դաստիարակված չեն, ուրիշի մահը սահմանում են։ Չի կարելի մահը կամ դժբախտությունը կամ տառապանքը սահմանում տալ։ Եթե մի աղջիկ ամուսնացավ, բաժանվեց, մի սահմանեք, որ նա վատ տնից էր։ Մի սահմանեք, ուրեմն ծնողներն են մեղավոր։ Մի սահմանեք, քո սահմանումը պատտվելու է քեզ վերադառնալու։ Երբեք մի սահմանեք։ Պարզապես աղոթեք մարդկանց համար։ Իսկ եթե վերքերը ստացես, ելիս, երբեք մի չարացի աշխարհի դեմ միևնույնն է, դառնալու ես պարավ։ Դառնալու ես ինչ-որ մի բան, օգտագործի քո վերքերը ուրիշին բուժելու համար, ուրիշին բարձրացնելու համար։ Հոբը ինքը տառապեց, բայց դուրս եկավ։ Հովսեփը ինձ համար մեծ օրինակ է։ Գիտեք, մարգարեության համար, լավ մարգարեության համար ընկավ Եգիպտոս, ծառա դարձավ Եգիպտոսում։ Բայց սրբության համար բանտ ընկավ։ Պատկերացնեք, մեկը գնար Հովսեփի մոտ բանտում նստեր եւ ասեր Հովսեփ, ինչ վիճակի մեջ ես, ասեր սուրբության համար բանտում նստած եմ։ Բայց այդտեղ, գիտեք, Հովսեփի վերքերը բարձրացրեց նրան փարաոնի մոտ դրեց։ Իմացիր, քո վերքերը քեզ բարձրացնելու է եւ բարձունքներում տնելու քեզ։ Սիրելիներս, մի ծածկեք, մի պահեք։ Դա շատ նման է մեծն Չարլի Չապլինին դերասան։ Գիտեք Չարլի Չապլինի մոտ, եթե երիտասարդները չեք տեսել, դա երևի Հոլիվուդի հիմնադիրներից, դերասաններից մեկն է, դեռ երբ որ առանց խոսքի կինո գոյություն ուներ, նա ծիծաղացնում էր բոլորին, նա փոքր երեխա էր եւ ոչ մի բան նորմալ չէր։ Մատերը երկար էին, ձեռքերը երկար, բոյը կարճ, մազերը աճում էր վերև, ոչ թե ներքև, իր ոտքերը ծուռ էր, ձեռքերը ծուռ էր, ուման էին գալի ու դպրոց տարավ մայրը եւ բոլորը սկսեցին ծիծաղել։ Մայրը փոխեց դպրոցը, բոլորը ծիծաղեցին վրան։ Եվ մեկ օր երբ որ նա հասկացավ, գիտեք ինչ ասեց մորը, մայրիկ իմ դպրոցը չփոխես, եթե ծիծաղում են, ես դրանով փող կաշխատեմ։ Ու կանցնի տարիներ, գիտեք ինչ են ասում, ինչպես մեծն Չապլինը ասեց։ Գիտեք ինչու, որն է նրա հաջողությունը, նրա տկարությունը։ Շատերիդ հաջողությունը ձեր տկարության մեջ է։ Շատերիդ հաջողությունը, կրկնում եմ, ձեր տկարության մեջ է, իսկ տկարությունը դուք ծածկում եք։ Ահա թե ինչու Հիսուսը երբ որ եկավ, ցույց չտվեց իր հզոր տեղը, ոնց հարություն արա ցույց տվեց իր տկարությունը։ Իր տկարության միջոցով ենք մենք բժշկվում բոլորս, ազատագրվում, զորանում Փառք Հիսուսին, հալելույա։ Եթե կարելի է գաք այստեղ նվագեք, ես ուզում եմ նվագողը այստեղով է մեզ մոտ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 ասում է. ամեն բանի մեջ գոհացեք, որտեղ սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսով է։ Ամեն ինչի համար գոհացի սիրելիս։ Կապ չունի հետդ ինչ է կատարվել։ Կապ չունի ինչ է եղել։ Լավ։ Ամեն բանի համար գոհացեք Տիրոջը։ Եվ վերջի տեղը որ ուզում կարդամ, հետո մի օրինակ կբերեմ։ Եբրայեցիս 11:17 Հավատքով Աբրահամը Իսահակին պարտարակ մատուցանեց եւ փորձվեցավ, միածինը մատուցանում էր, նա խոստմունքը ընդունել էր։ Գիտեք, հավատքը դա փորձվելու է։ Այս կյանքում ամեն ինչն է փորձվում։ Եթե ասում ես, ես եկեղեցու անդամ եմ լինելու, շինելու եմ այս եկեղեցին, փորձվելու ես։ Հավատքը թրջակեցիր, փորձվելու ես։ Ամուսնացար, փորձվելու ես։ Երեխա ունեցար, փորձվելու ես։ Ամեն ինչում փորձվելու ես։ Բայց գիտեք ինչ, ընտիր գտնվի։ Գիտեք, իրականում կյանքը սովորական բան չէ։ Դժբախտ օրերիդ զգուշ եղիր։ Լավ օրերիդ ուրախացի։ Ես միայն որտեղ Տիտանիկի թանգարանն էր նավի։ Եվ այդ Տիտանիկի թանգարանի մեջ նավի կեսն էր, դա սքոտ էր իրականում։ Ես գնացի այդ նավի մեջ,
եւ անգամ ջուրը կարա թե ինչպիսի սառնություն էր, ձերքս որ մցրեցի ջրի մեջ, գիտեք ինչ, երակները սառեցին, ձերքս թմրեց մոտարպես կես րոպեից հետո, ես հասկացա հնարավոր չէ որ մարդիկ շատ ապրեին այդ ջրի մեջ։ Եվ գիտե որ մեզ տանում էր, ես նրանց հարց տվեցի, ասեցի, ինչն էր Տիտանիկի սխալը, այնտեղ բոլորի նկարները կար, թե ոնց են նրանք նստում, վեր կանում, ամեն ինչ, այդտեղ աթոռները նույն ձևի սարքած էր, ռեստորանը, նա ասեց հպարտությունը։ Պարզապես ասեց, նրանք այնպես ուժեղ գովազդ էին արել, որ անգամ Տեր Աստված չի կարող խորտակի, որ չկանգնեցին, տեսնելով սառցաբեկորները, նրանք չկանգնեցին, Ատլանտիկ ծովի մեջ, օվկիանոսի մեջ, ասեց մի բան էր պետք կանգնել, մի քիչ թեքվել եւ գնալ։ Սիրելիս, այսօր միգուցե դու այդ ճանապարհի վրա ես, որ պետք է կանգ առնես։ Հարսիդ տղայիդ հետ փոխհարաբերության մեջ, ծնողների հետ փոխհարաբերության մեջ, մի տարկոնը վերջինը, որ պետք է իմ ասածով լինի, կանգնի, մի քիչ եղվի, զիջի։ Միգուցե քո եղբոր, ծնողներիդ հետ փոխհարաբերության մեջ, եկեղեցու մեջ, կանգնիր, մի քիչ եղվի, մի ասեք, ես կանցնեմ։ Չես կարող։ Եվ այդ ծովի մեջ, Ատլանտիկ օվկիանոսի մեջ 3 նավ կար։ Մեկը Տիտանիկն էր, որը խորտակվում էր։ Եվ նրանք ազդանշաններ տվեցին, որ օգնության ազդանշան սոս։ Մի նավ, որը շատ մոտիկ էր, նրա անունը Կարպաթիա էր։ Ներսե Կալիֆոռնիա էր նրա անունը։ Նրանք նայեցին դրան եւ ասեցին, նրանք խորտակվում են, եկեք գնանք օգնության։ Նավի հրամանատարը ասեց, ոչ, նրանք հարբել են, պարզապես զվարճանում են, անգամ Աստված չի կարող խորտակի այդ նավը, նրանց ոչ մի բան չի կարող ստացվի։ Գիտեք, շատ անգամ լավ գովազդը խանգարում է մարդը փրկվի։ Երբ որ ամեն ժամանակ ցույց ես տալի, որ դու այնքան ուժեղ ես, ոչ մեկ չի հավատա, որ դու տկար ես, որ քեզ օգնի մի բանում։ Բայց այդտեղ մի նավ էլ կար, շատ հեռու էր, նավի անունը Կարպաթիա էր։ Երբ որ ազդանշանը տեսան, հրամանատարը հավատացյալ էր, տուրիստական նավ էր։ Նա ասեց, մենք գնում ենք օգնության։ 4-5 ժամ ճանապարհ ունեին։ 4-5 ժամվա մեջ նա մոբիլիզացրեց, տուրիստներից փրկիչներ ստեղծեց։ Բոլորը դարձան փրկիչներ, եւ այդ նավն էր որ փրկեց բոլորին, ովքեր կենթանի մնացին։ 5 ժամվա մեջ տուրիստը դարձավ փրկարար։ Այսօր սիրելիներս, ես ունեմ հարց ձեզ, որ նավի մեջ եք դուք գտնվում։ Աշխարհում կա նավ, որ խորտակվում է, կա նավ, որը նայում է, թե ուրիշը ոնց է խորտակվում, եւ կա նավ, որը վազում է օգնության, որի մեջ ես դու գտնվում այսօր։ Սիրելիներս, այսօր ամեն ինչ խառնված է իրար։ Նայում ես մեր ազգին, ես մի այսպիսի խոսք եմ ասում, չգիտեմ, սազականը, շատերը խրտնել են պարզապես։ Ինտերնետ ես մտնում, նայում ես կանայք, հայոյում են, տղամարդիկ հայոյում են, իրար քաղաքական անցուդարձներ դարձել են մի խաղալիք։ Քաղաքական պայքարների մեջ, մեկին գցեն, մեկին նստեն, մեկին գցեն, մարդիկ էլ միշտ մեկին գցեն, մեկին բերեն, մեկին գցեն, հերիք չի։ Մեր բոլոր քաղաքական գործիչների լոզունգները Աստծո դեմ է։ 90 թվականից հələ դրանից առաջ մենք հավատում ենք, այսի կգա մեզ կօգնի։ Չեք հասկացել, որ ոչ ոք չի կարող ձեզ օգնի։ Այս երկիրը պետք է Աստծուն վերադառնա։ Մեր կառավարիչները նույնպես Տիրոջ կարիք ունեն, աղոթեք նրանց համար։ Պատկերացեք դուք նստեք ու հա մեկ անիցի, օրհնեք։ Օրհնող եղեք սիրելիներս։ Գնահատեք, օրինակ ես եկել եմ հոկտեմբերյան ձեզ մոտ, այնքան գեղեցիկ, լավ, ուրեմն տերում եմ, որ մարդիկ աշխատում են, ասեք դու օրհնված լինի։ Օրհնեք բոլորին սիրելիներս, ձեր վերքերն էլ մի ծածկեք։ Վատ օրը զգուշ եղեք։ Լավ օրը լավություն արա։ Այսօր իմ մոտ լավ օրը, եկել եմ ձեզ լավություն անեմ, խոսքով կիսվեմ ձեզ համար։ Դուք ասես որն է լավ օրը, գիտեք հավատացեք, երբ որ չես անհանգստանում, տունդ որ հիվանդը պարկած չգիտես ինչ անես, ոտք ունես գալու այստեղ, ձեռք ունես բարձրացնելու, սիրտ ունես փառաբանելու, դա լավ օր է։ Իսկ եթե հիվանդ ունես տունը պարկած, հազիվ եկել ես այստեղ, զգուշ եղի։ Վատ բան չխոսաս, վատ բան չասես։ Գիտեք, սա այսօրվա իմ խոսքն էր։ Ես կարծում եմ, սա կորտնի ձեր կյանքը, ապագայում վերքերդ օգնի ուրիշներին,
բժշկելու համար։ Եղիր Քրիստոսի պես։ Փառք Հիսուսին, հալելույա։ Եկեք բարապանության խումբը կանչենք, ոտքի կանգնենք բոլորս։ Սիրելիներս, այսօր այս խոսքը, որ իմ սրտում կար, կիսվեց ես հետ։ Եվ հիմա աղոթք ենք մենք անելու։ Եվ վերջում ես կցանկանամ աղոթեմ բոլորիդ համար։ Օրհնեմ բոլորիդ։ Ոչ բոլորիդ համար կաղոթեմ, բայց եւ որ իր սրտում զգա, որ ուզում ա գա, որպեսզի ես ձեռնադրեմ նույնպես, բժշկության համար կամ մյուսի ես դա կանեմ անպայման։ Բայց հիմա եկեք միաբան աղոթք անենք մենք, միաբանվենք այդ աղոթքի մեջ, որպեսզի մենք երբեք վատը չդառնանք, լավը լինենք, օրհնող լինենք։ Անկամ քեզ որ նեղացրել են, մի նեղացի։ Գիտեք, քեզ մի բան կասեմ ձեզ, եթե դուք այս աշխարհի համար մահացած ես, քեզ նեղացնել հնարավոր չի։ Դուք կարա գնաք մեռելին նեղացնեք։ Մեռելին նեղացնել հնարավոր չի։ Եթե աշխարհի համար մահացած ես, իսկ եթե դեռ ապրում ես այս աշխարհի համար ու քեզ համար պայքարում ես, ամենն էլ քեզ կնեղացնի։ Սիրելիներս, մեկ անգամ ինձ հարց տվեցին, իմ մասին շատ են գրել, թերթերում, ինչ ասես ցույց են տվել, ինչ ասես ֆիլմեր հանել են, ասում դու չես նեղվում, որ դա անում ես, ասում նեղվում եմ մեկ-մեկ, երբ որ կենթանանում եմ։ Բայց երբ որ մեռած եմ Քրիստոսի համար, այն մեռած Արթուրին են անում, ես Քրիստոսի համար եմ ապրում։ Բայց երբ որ կենթանանում ենք, նեղվում ենք։ Թող Տերը տեսնում ամեն ինչ։ Տերը գիտի ամեն ինչ։ Տերը գիտի ամեն ինչ։ Բարձրացեք ձեր ձեռքերը։ Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով աղոթք ենք անում այստեղ յուրաքանչյուր մարդու համար, Տեր։ Խնդրում ենք քո օրհնությունը նրանց վրա լինի, Տեր։ Ամեն մեկի վրա քո օրհնությունն ու զորությունը լինի, Տեր։ Տեր իմ Աստված, այսօր մենք խոսացինք վերքերի մասին, որպեսզի քո վերքերով նրանք բժշկված լինեն, Տեր։ Եվ քո վերքերով, Տեր իմ Աստված, ազատագրված լինեն։ Եվ իրանց վերքերը, որ ունեն, Տեր, ուրիշին բժշկեն եւ ուրիշին ազատագրեն, Տեր։ Ինչ որ մեկին հասնեն, Տեր իմ Աստված։ Հիսուս, քեզ փառք ենք տալի։ Քո զորությունը, Տեր իմ Աստված, քո զորությունը թող լինի այստեղ ամեն մեկի վրա։ Ամեն, հալելույա։ Փառք Հիսուսին։ Սերներս, հիմա փառաբանությունը կգնա, եթե ուզում եք աղոթք անենք, պարզապես որպեսզի այստեղ լինի կարգ ու կանոն, երևի նկարահանումը մեջտեղի տեղը մի քիչ ազատենք, մեջտեղով եկեք, կողքերով գնացեք, որպեսզի չխառնենք իրար, չխանգարենք իրար։ Ես պարզապես ձեզ կզեռնադրեմ